Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտասովոր Անաստասիան։ Դեմետրիա, ես եմ Աուրելիան։ Դուք տես որտեղ ես։ Երբ եք ես այդտեղ տանում։ Չկարողացար ինչ-որ բան իմանալ։ Ոչ, ես ոչինչ չեմ կարողանում լսել։ Ես տակառի նման ինչ-որ բանի մեջ եմ։ Այն դատարկ է։ Վանականն ինձ այս հեռախոսն է տվել ու մի գրություն, որտեղ գրված է. Եթե Աուրելիոն հեռանա, ամեն ինչ կավարտվի։ Ես նրա ձայնը, դու չճանաչեցիր նրա ձայնը։ Չգիտես ով է նա։ Ոչ, նա միայն այդ թուղթը տվեց ու ինձ այստեղ փակեց իսկ։ Դեմետրիա, ես չեմ լսում քեզ։ Ինչ է կատարվում կնքամորս հետ Աուրելիո, ինչ է պատահել նրան Աուրելիո, խոսիր ինչ է կատարվում նրա հետ։ Ոչ, խնդրում եմ, օգնեք ինձ, որովհետև Դեմետրիա։ Այսօր մեծն Ագրիպինայի օրն է, ու ես կբուժեմ քո դինոզավրին։ Ոչ, սպասիր, Ագրիպինա, սպասիր։ Դա հեշտ չէ։ Դա հեշտ բան չէ։ Մի կարևոր խնդիր կա։ Իրոք։ Դա շատ կարևոր խնդիր է, լուրջ բան է, դու գիտես։ Չկա այնպիսի խնդիր, որ իմ ձեռքերը չկարողանան լուծել։ Ոչ, սպասիր, Ագրիպինա, սպասիր, խնդրում եմ, սպասիր։ Արի այստեղ։ Սպասիր, ասում եմ քեզ, սպասիր։ Հոգնած ես Ակվիլես։ Մի քիչ, շատ քիչ։ Արի այստեղ, արի, ես քեզ կմերսեմ, որպեսզի մի լավ թեթևանաս։ Այո, բայց խնդրում եմ, շորերդ մի հանիր, Ագրիպինա, խնդրում եմ քեզ։ Ոչ, պարոն, դու հոնապաստակ չես, մի վախեցիր հանգիստ։ Լավ։ Կտեսնես իմ մերսումից հետո ինչպես կհանգստանաս։ Ուրիշ ոչինչ մի արծրու ինձ բրոմելյան։ Ես պետք է գնամ, միայն այդքանը կարող եմ ասել։ Բայց Տեոբալդո։ Բայց ոչինչ։ Ես գնում եմ։ Ավելի կարևոր բան կա, որը կարող է փոխել կյանքս։ Դա կյանքի ու մահվան հարց է ինձ համար։ Դե ինչ։ Տեոբալդոն Էվանականը թե ոչ, ինձ դա չի հետաքրքրում։ Միևնույն է, նա Աուրելիոյին ավելի հեշտությամբ դուրս կշպրտի այստեղից, քան ես։ Բայց լավ կլինի, որ նա դա շուտ անի, ես արդեն հոգնել եմ այդ սրիկայից։ Ալո, ես եմ։ Ինչպես ես։ Ուրեմն մի բան արա, որպեսի հանգստանաս, որովհետև ես այստեղից ոչինչ չեմ կարող անել։ Այնպես որ ինքդ մի բան արա։ Այո, ես շատ կարևոր բան ունեմ քեզ ասելու, բայց մեր միջև եղած խնդիրներից հետո չգիտեմ ինչպես դա անեմ։ Պարզապես ասա։ Ես հղի եմ։ Ուրեմն են հղիության թեստը Անաստասիայինը չէր։ Շնորհակալ եմ Տեր Աստված։ Վիոլետա։ Սա ասես իմ երազը լինի, հիշում ես։ Ես քեզ ասում եմ, որովհետև դու նրա հայրն ես ու իրավունք ունես իմանալ այդ մասին։ Ինչ է դու չէր ուզում ինձ այդ մասին ասել։ Տեոբալդոյի պատճառով էի վախենում։ Նա մեր տուն էր եկել ու ասում էր, որ իբր ամեն ինչ կանի, որ ես նոր կյանք սկսեմ։ Իսկ ես մտածեցի, որ առանց քեզ տեսնելու ճիշտ չէր լինի վերջնական որոշում կայացնել։ Բայց հիմա մեր միջև երեխա կա Վիոլետա։ Թե դա էլ է հերթական սուտ։ Ահա, հղիության թեստի արդյունքները։ Որոշեցի քեզ մոտ գալ, որովհետև մեր երեխայի ապագայի համար եմ անհանգստանում։ Մայրս ասաց, որ դու իրավունք ունես այդ մասին իմանալ, բայց ես քեզնից ոչինչ չեմ ակնկալում եւ չմտածես, թե եկել եմ որպեսզի քեզնից ինչ-որ բան պահանջեմ։ Ինձ ոչինչ հարկավոր չէ, ավելի լավ է գնամ։ Ոչ, սպասիր մի րոպե, Վիոլետա։ Դու չես կարող հենց այդպես հեռանալ։ Որովհետև ես հավատում եմ քեզ։ Եվ դու պետք է հասկանաս, որ դա կարող է իրոք փոխել մեր կյանքը։ Արի խոսենք։ Բայց Ջեյնիս մեջ գրածվեց Դեմետրիայի համարը։ Միայն նա կարող է մեզ որևէ հուշող բան ասել այդ վայրի մասին։ Ալո, Դեմետրիա։ Աուրելիո, խնդրում եմ, հանիր ինձ այստեղից։
Դուրս բեր, որդիս։ Հանգստացիր, հանգիստ խնդրում եմ։ Ասա ինձ որտեղ ես։ Ինչ ես ասում շուրջդ, գոնե ինչ որ ձայն չես լսում։ Ես այնպիսի մի վայրում եմ, որտեղից չեմ կարող մենակ դուրս գալ Աուրելիո։ Միայն վերևից լույս է երևում, ուրիշ ոչինչ, ես շատ եմ վախենում։ Լավ, լսիր ինձ Դեմետրիա, խնդրում եմ, հանգստացիր։ Ես քեզ կզանգեմ, որպեսզի գրանցվի այս ամառը, լավ։ Ես կգտնեմ քեզ Դեմետրիա, երդվում եմ, կգտնեմ։ Ասված իմ, այսինչ խառնաշփոթ օր է։ Վանականի հերթական հաղորդագրությունն է։ Որտեղ է Դեմետրիան։ Գուցե մահավրա է հասել։ Աուրելիո, խնդրում եմ, Աուրելիո, աղաչում եմ, տնից դուրս գալու մի ելք գտիր։ Խոսիր վանականի հետ ու նրան ասա, որ կհրաժարվես այս ամենից, խնդրում եմ։ Միայն թե օգնիր կնքամորս, Աուրելիո, աղաչում եմ քեզ, այնպես արա, որ նա չվնասի կնքամորս, թող վերադարձնի իմ Դեմետրիային։ Օգնեցեք ինձ։ Մեկն ու մեկը օգնեք։ Այս հեռախոսի մեջ պետք է որ մի համար լինի, գոնե մի բան, մի հաղորդագրություն, որը կբացահայտի վանականին։ Algo que me ayude a descubrir el monje. Ամենազոր Աստված, ինչ է սա։ Նավթ է։ Ոչ, մի սպանիր ինձ։ Լսիր ինձ, Ալեքսանդրները վանականի մոտ է։ Հետևաբար չի կարելի հավատալ նրա ասածին։ Այո, 10 միավոր Աուրելիոին։ Այդ մարդուն չի կարելի վստահել։ Հեյ, ընկերներ։ Ինչ հավաքույթ եք սարքել իմ տանը։ Իսկ դու, Անաստասիա, ինչ է պատահել։ Դե խոսեք, որևէ մեկը կասեք, թե ինչ է այստեղ կատարվում։ Ինչ եք բերանները ջուր առել ու կանգնել։ Դե խոսեք, լսում եմ, մի բան ասեք։ Վանականն իր հետ է տարել Դեմետրիային։ Ինչ։ Սա նրա ուղարկած վերջին հաղորդագրությունն է, որտեղ ասվում է։ Որտեղ է Դեմետրիան։ Գուցե մահավրա է հասել։ Աստված օրհնի քեզ Վիոլետա։ Դու ինձ աշխարհի ամենաերջանիկ տղամարդը դարձրեցիր։ Այս երեխան մեր անկեղծ մաքուր սիրո պտուղն է։ Այն իսկապես Տիրոջ նվերն է։ Տերը նրան ուղարկել է, որպեսզի հստակ տեսնենք մեր ապագան։ Սանտիագո, մեր սերն անհնար է։ Ամեն ինչ ավելի մի բարդացրու, թող գնամ։ Ողջույն։ Ես գիտեմ, որ այդտեղ ես։ Դեռ շատ փոքրիկ էակ ես, որպես լսես ինձ, բայց ես զգում եմ քեզ։ Զգում եմ, որ այդտեղ ես։ Զգում եմ քո սրտիկը, որ իմ մայրիկիդ մի մասն է կազմում։ Իմացիր, ես քեզ համար անսահման սեր եմ պաշարել։ Քեզ համար նույնպես։ Արի փորձենք ամեն ինչ նորից սկսել, լավ։ Խնդրում եմ։ Ընդունիր պապիկի առաջարկը ու արի նոր կյանք սկսենք։ Ախ, Սանտիագո, ախր դա հեշտ չէ։ Քո կարծիքով իմ անունը փոխելով դեմքս ու մարդկանց հիշողությունները կփոխես։ Այդպես չի լինի, հասկացիր։ Բայց մենք պետք է այդպես անենք, Վիոլետա։ Միգուցե մարդիկ այլևս չեն խանգարի մեզ այդպես։ Խնդրում եմ։ Համաձայնվիր։ Եթե համաձայնվեմ, ապա հանուն քեզ ու մեր փոքրիկի։ Դե ինչ։ Կարող ենք նորից միասին լինել։ Լսիր, քույրիկս, մի քիչ լավ մտածիր։ Դու պետք է աղջկա հետ տուն վերադառնաս, եղավ։ Ես շատ եմ նյարդայնանում ու կարծում եմ դա ամենաճիշտ բանը կլինի, որ անենք։ Իսկ ես անհրաժեշտության դեպքում այստեղ կմնամ, դու հանգիստ գնա։
Ոչ, լսիր, եթե ուզում ես, ես այստեղից չեմ շարժվի, որքան էլ դու նյարդայնանաս, ես այստեղից մի քայլ անգամ հեռու չեմ գնա։ Քեզ ոչ մի դեպքում ես մենակ չեմ թողնի։ Ոչ, քույրիկս, դու պետք է այդ հրեշների տուն գնաս ու այդ ծերուկին ասես, որ Աուրելիոյի հետ խոսի ու նրան ասի, որ դադարեցնի այդ հետաքննությունը, որովհետև ես ուզում եմ, որ կնքամայրս վերադառնա, նրա մի մազն անգամ չպետք է ծռված լինի, եղավ, հենց այդպես էլ կասես նրան։ Այո, իսկ եթե Աուրելիոն հեռանա, իսկ այդ սրիկաներ սպանի կնքամորը, ինչպես կարող ենք հավատալ մի մարդու, որի դեմքն անգամ չենք տեսել։ Կին է, տղամարդ է, չգիտեմ, միևնույն է մենք չենք կարող հավատալ նրան, այդպես չես կարծում։ Չգիտեմ, իսկապես չգիտեմ, միայն այն գիտեմ, որ եթե կնքամորս մի բան պատահի, Աուրելիոյի մեղքով կլինի։ Ախ, քույրիկս, չգիտեմ, ավելի լավ է տարու մի լավ տեղ թաքցրու նրան, ինչ ուզում ես արա, որովհետև ես ոչ մի կերպ հաշվի չեմ առնի, որ դու սիրում ես նրան։ Ոչ, կատա, աղաչում եմ քեզ, այդպես մի ասա, մի ստիպիր ինձ, փորձիր ինձ էլ հասկանալ ու իմ դրության մեջ մտնել։ Լսիր, քեզ միայն մնում է, որ շրջվես ու տուն գնաս և վերջ։ Միթե չես հասկանում, որ ես վախենում եմ հեռանալ այստեղից, վախենում եմ այստեղ մնալ, վախենում եմ վանականից, վախենում եմ Աուրելիոյի համար, ողորմած Աստված։ Չգիտեմ ում կանչեմ, ումից օգնություն խնդրեմ։ Քույրիկս, ինձ համար ամեն ինչ ավելի մի բարդացրու, լավ, իրերն ավելի մի բարդացրու, չգիտեմ ինչ անեմ, առանց այն էլ ես չգիտեմ, թե ինչ անեմ։ Ես ուզում եմ ամբողջ ընտանիքին ճաշի կանչել ու ասել նրանց, որ դու ինձ երեխա ես պարգևելու, որ ես շատ երջանիկ եմ։ Խելագարվել ես ինչ է։ Դու չես կարող նման բան անել այնպես, որ մոռացիր այդ մասին, եթե այդպիսի բան անես, նրանք ինձ ցած կնետեն աստիճաններից, ես կկորցնեմ փոքրիկիս։ Վիոլետա, ով կարող է այդպես վարվել։ Ես լուրջ եմ ասում, դու գիտես, որ դա ճիշտ է, այս տանը բոլորն ուզում են ցավ պատճառել միմյանց, հապա վանականին հիշիր, քիչ էր մնում, որ նա քո վերջը տար, դրա համար էլ ավելի լավ է սա գաղտնի պահենք։ Նշանակում է, որ մենք կարող ենք նորից միասին լինել։ Անկեղծ ասած, երբ եկա քեզ այս նորությունը հայտնելու, հոգուս խորքում հույս էի տածում, որ կասեիր ինձ մոտ վերադարձիր։ Դա միակ բանն է, որ ուզում եմ այս աշխարհում։ Աչքերդ փակիր ու մոռացիր ամեն ինչի մասին։ Արա այն ինչի ես եմ քեզ ասում այս պահին։ Այսպես կանենք։ Ձեռքդ ինձ տուր։ Արի ամեն ինչ ծերոյից սկսենք։ Նոր տողից։ Արի մենք էլ երջանիկ լինենք։ Դե արագ գործի անցնենք, որտեղ վանականը ուզում է խաղալ մեզ հետ այսօր։ Նա ուրիշ հաղորդագրություն է ուղարկել։ Դե ոչ գոյիտա, հիմա էլ նա կարծես։ Իսկ հիմա ինչ է նա ուզում։ Վանականը Դեմետրիան ինչ-որ ջրհորիթը տակառի մեջ է պահում։ Նա դեռ չի սպանել նրան, բայց ուզում է տանջել այդ կնոջը։ Նրա հաղորդագրությունում ասվում է, որտեղ է Դեմետրիան։ Գուցե մահը վրա է հասել, իսկ սա այն հեռախոսի համարն է, որտեղից զանգել էր մեզ։ Ուրեմն այն անձնավորությունը, որ մի քանի րոպե առաջ զանգել էր, հենց վանական էր, իսկ ես էլ մտածեցի, թե ծաղրում է ինձ ու նրան հիմար անվանեցի։ Իսկ նա ինչ ասաց, կոնկրետ ինչ ասաց գոյիտա։ Ես ամեն ինչ գրել եմ, միշտ էլ այդպես եմ անում։ Նա ասաց, չարի վերջն է, մահը վրա է հասել։ Արդեն զզվել եմ այսքան տեղ խմելուց։ Ուզում եմ դադարեցնել բուժումը։ Դադարեցրու ու կտեսնես, թե վիճակդ որքան կվատանա։ Ինչ է կատարվում քեզ հետ սիրելիս։ Ոչինչ։ Կոնստանսայի հետ խոսելուց հետո դու չես կարողանում հանգստանալ։ Ինչի մասին էիք խոսում։
Դե նա ինձանից նորից երազների խաչը խնդրեց։ Ես նրան ասացի, որ չեմ կարող այն իրեն տալ, որովհետև այդ զարդը շվեյցարական բանկում է, բայց նա չհավատաց։ Նրան ինչ է պատահել տոնի, ինչու է անընդհատ այդ զարդը խնդրում։ Այդ անիծյալ Վալենտինոն է մեղավորը։ Ինչու պիտի նա աղջկաս ասել, որ Հելենան այդ խաչը նրան որպես ժառանգություն է թողել։ Որովհետև նա խարդախ ծերուկ է։ Բայց ինքս ինձ հարց եմ տալիս տոնի, նա որտեղից այդքան բան գիտի Հելենայի մասին։ Հիշիր Յոլանդա, նրանք սիրեկաններ են եղել ու ես կարծում եմ, որ Վալենտինոն ավելի շատ բան գիտի Հելենայի մասին, քան ես։ Բացի այդ, լսիր թե ինչ կասեմ քեզ, իմ կարծիքով դու իրավացի ես։ Վալենտինոն հաստատ հիմար բաներ է լցրել Կոնստանսայի գլուխը։ Հիմա էլ մտածում եմ, որ Կոնստանսան է վանականը։ Նա այդպես ասաց, չարի վերջը Մակո։ Մակո, ես մտավոր հետա մնացեմ, այլ ոչ թե խուլ։ Բայց անհնար է գոյտա, ու այդ մարդը բանաստեղծ չէ կամ էլ առակագիր։ Ինչպես կարող է նման բան ասել, չեմ հասկանում։ Շատ ապրես գոյտա, ամեն ինչ հիանալի ես արել։ Հիմա Ալվարեսին կասեմ, Ալվարես, դու քո տեղում լսիր, որտեղ վանականը կարող է նորից զանգել, իսկ դու էլ կստուգես զանգը, լավ։ Դե լավ գոյտա, վերջ դու, այդպես մի նեղացի պետք չէ։ Դու շատ լավ քարտուղարու ես եւ ոչ մի սխալ դուր չես տալիս իսկապես։ Ամեն ինչ ճիշտ ես արել։ Հաղորդագրությունը ստացել ես ու գրի ես արել ամեն ինչ։ Մի անհանգստացիր։ Լավ Մակո, ես հասկացա, այլևս ժամանակ մի կորցրու։ Կյանքդ մի բարթացրու։ Ձևացրու, որ ես այստեղ չեմ, անտեսիր ինձ։ Այնպեսի հրեշտակի դեմք ես ընդունել, որ եթե այն ճանապարհի գովազդներում տեսնեի, հնարավոր է շեղվեի, օտարի ենթարկվեի։ Ինչ դեմք, անխել աղջկա։ Գիտես ինչ Մակո։ Դու ժամանակին բանտարկյալ ես եղել ու շատերի համար հիմա դու վատ ու վտանգավոր մարդ ես, բայց ես չեմ զղջում, որ սիրում եմ քեզ։ Ոչ, սպասիր գոյտա։ Ինձ մտածելու հնարավորություն դուր խնդրում եմ, որովհետև իմացիր, գուցե եթե մտածենք, կիմանանք, թե որն է ճիշտը եւ որը սխալը։ Ուրեմն լավ է, որ իմ ուղեղն ավելի փոքր է, որովհետև ես չեմ կարող այդքան մտածել։ Իմ ուղեղը դա սրտիս է հանձնարարել ու նրա փոխարեն սիրտս է որոշում կայացնում Մակո։ Ինչ օգուտ, որ դու նորմալ մարդ ես, իբր խնդիրներ ես կարգավորում, վանականին ես բռնում, դեղագործական աշխատանքներ ես անում, բայց չգիտես, թե ինչ բան է սերը։ Նա շատ տարօրինակ բաներ ասաց Յոլանդա։ Օրինակ ինչ։ Այն որ ինքը գումար է ուզում երկրից հեռանալու համար, իսկ եթե ուզում է հեռանալ, նշանակում է ուզում է փախչել, իսկ եթե ուզում է փախչել, ուրեմն հենց այնպես չի անում։ Աստվածին, ես չէի ուզենա, որ դա ճիշտ լիներ, երանի իմ մտածածը սխալ լիներ տոնի, բայց ինչ արած։ Ես նույնպես կուզեի սխալվել Յոլանդա, ախր նա իմ աղջիկն է։ Բացի այդ, նա նաև ասաց, որ այս աղետից ազատվելու միակ ելքը այն է, որ Աուրելիոյին հեռացնենք հետաքննությունից։ Ուրեմն հարկավոր է հենց այդպես էլ անել տոնի։ Համոզիր, որ դուս թող հրաժարվի դրանից։ Ես չեմ ուզում, որ վանականը նրան վնասի, եթե Աուրելիոն փորփրի եւ իմանա, որ մենք այդպիսի բաներ գիտենք, ավելի ահավոր կլինի։ Ներեցեք։ Ինչպես ես, պապիկ, քեզ լավ ես զգում։ Եկել եմ քեզ ստուգելու։ Ողջույն Լեոն։ Երևում է տրամադրություն չունեք։ Գիտեք, որ Դեմետրիային առևանգել են։ Ինչ։ Դեմետրիային առևանգել են։ Ինչպես թե Դեմետրիային առևանգել են։ Այո, շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։ Ասա ինչ է պատահելի, ինչ ակվիլ ես։ Վանականը առևանգել է Դեմետրիային, ու հիմա բանակցում է Աուրելիոյի հետ։ Ուզում է որ հրաժարվի այդ հետաքննությունից, այլապես ինքը կսպանի Դեմետրիային, այդքան բան։ Սուրբ գույս ինչ ահավոր է, սարսափելի է։ Իսկ զանգողնով էր, ով ասաց քեզ դա։ Գոյիտան, ախենտի պես բոլորին զանգում է։ Այո, ոչ, Բրոմելիա, վանականը Դեմետրիային ջրհորի կամ տակառի մեջ է պահում, դե որովհետև նա զանգել է Աուրելիոյին, վանականը նրան հեռախոս է տվել։ Ոչ, նա չգիտի թե որտեղ է, բայց վանականն ասել է Բրոմելիա, որ եթե Աուրելիոն շարունակի այդ հետաքննությունը, ինքը կսպանի Դեմետրիային։ Ոչ այդպես։ Ինչեր ես ասում գոյիտա։ Գիտես, որ այդ նորությունը եղբայրին հրեշավոր կանանց ես ասում։
Լսիր, Բրոմելյան անհանգստանում է ու ես ինչ ուզենամ կարող եմ նրան ասել, եղավ։ Մի րոպե, դու չես կարող ամեն ինչ պատմել։ Հանգստացիր Գոյիտա։ Դու ոչինչ չգիտես։ Համել այս գրասենյակն իմ եղբորը Աուրելիոին է պատկանում ու դու չես կարող այստեղ հրամաններ տալ։ Բացի այդ դու գոյություն չունես, հիմա այստեղ չես, ես ոչ լսում եմ քեզ, ոչ էլ տեսնում։ Ցավում եմ, որ այս նորությունը քեզ չի ուրախացնում, մայրիկ, այնպես ինչպես ինձ ուրախացրեց, բայց միևնույն է, ինչ որ մտածես կամ անես, ոչինչ չի փոխվի։ Վիոլետան շարունակում է իմ կինը մնալ, իսկ այդ երեխան իմ փոքրիկը, քո թոռնիկը կլինի։ Հանգիստ, հանգիստ ակնիկինը, հանգիստ։ Բայց ոչ չի կարող ծովի խորքում լինել, որովհետև այդպես չէր կարողանա խոսել հեռախոսով։ Բայց Գոյիտայի ասածը հնարավոր է ճիշտ լինել, չարի վերջը։ Այո։ Այո, սրանից էլ դաժան վերջ։ Միգուցե նա դժոխք նկատի ունի, կամ նման մի բան։ Ինչ է մտադիր անել այդ վանականը։ Գազանոթ է գնա, որպեսզի Դեմետրիայի վերջը տա ինչը։ Իհարկե, ճիշտ է, Մակո, ճիշտ է։ Չարի վերջը ինչն է։ Դժոխքը, չէ՞։ Իսկ ինչպես են այնտեղ մեռնում։ Այրվելով։ Հենց այդպես է վանականը կսպանի Դեմետրիային։ Նա կարի նրան։ Բայց այդ կինը ցիստերնի մեջ է, այնպես չէ։ Փակ տարածության մեջ ինչ պիտի անի։ Քեզ բան եմ ասում, նա ուզում է արել նրան, լուրջ եմ ասում։ Հարկավոր է մտածել, թե ինչ ճանապարհով է նա պատրաստվում արել Դեմետրիային։ Լսիր ինչ եմ ասում։ Պաստորն Անաստասիան աղի արտասուք կթափի, ինչպես հաղորդագրության մեջ էր ասվում։ Գիտեմ, Մակո, գիտեմ։ Ու չեմ ուզում, որ Անաստասիան տարապի այդ ցավից։ Իսկ եթե չեմ ուզում, ուրեմն մնում է, որ համաձայնվեմ այդ մարդու պայմանի հետ, հասկանում ես։ Հիմա ինչ ես մտադիր անել։ Ուզում ես նրան ձեռնոց նետել, ինչ է։ Չգիտեմ, Մակո։ Բայց մտածում եմ այդ մասին։ Մտածում եմ։ Բարի օր։ Բարի օր։ Չեմ հարցնում ինչպես եք, որովհետև արդեն պարզ է։ Ամբողջ գիշեր չենք քնելու, ոչ էլ նորություն ունենք Դեմետրիայի մասին։ Լավ, ես նախաճաշելու համար թեթև ուտելիք եմ բերել։ Տղաներ, Ինչ լավ է տիկին, անչափ շնորհակալ ենք, որովհետև դատարկ ստամոքսով մտածել չի լինում։ Գլուխներս չի աշխատում, ճիշտ չէ։ Վանականը քեզ ինչ որ հաղորդագրություն ուղարկել է, Պիա։ ինձ ոչ։ Ինչու՞։ Որքան գիտեմ ընտանիքից ոչ մեկին էլ չի ուղարկել։ Իսկ Աուրելիոն որտեղ է։ Չգիտեմ։ Նա երեկոյան տուն գնաց, որպեսզի տեսնի ինչ է այնտեղ կատարվում եւ խոսի Պարանտոնիի հետ։ Դե լավ, վերցրու սա Գոյիտա։ Շնորհակալ եմ։ Միգուցե վանականը չի նկատել սա։ Գուցե սա է այն հասցեն, որտեղ ես հիմա գտնվում եմ։ Հիմա էլ կարծես կապ չկա։ Չի ստացվում։ Միգուցե մեկն ու մեկն ինձ կզանգի։ Ես պետք է ասեմ, թե որտեղ եմ։ Որդիս Դեմետրիան Անաստասիայի ու նրա քույրերի համար մայր է եղել։ Աղջիկների որբանալուց հետո ինքն է հոգ տարել նրանց մասին։ Ճիշտ է Աուրելիո։ Չարժե վտանգի ենթարկել հարազատներիդ կյանք, ավելի լավ է հրաժարվիր այդ հետաքննությունից։ Միևնույն է, եթե հրաժարվես այդ հետաքննությունը չի ավարտվի, այն հաստատ շարունակող կլինի որդիս։ Լսիր մայրիկիդ Աուրելիո, լսիր նրան, լսիր դու կարող ես մի երկու ամսով Ֆակունդոյի տուն գնալ, իսկ երբ ամեն ինչ խաղաղվի կվերադառնաս։ Իհարկե, սիրելիս, հենց որ վանականը տեսնի, որ այլևս այստեղ չես, վերջ կդնի իր խաղին, որովհետև մեզ այլևս ահաբեկելու պատճառ չի ունենա։ Արադա, հանուն Քոմոր Յոլանդայի, հանուն Դեմետրիայի, հանուն Անաստասիայի, մտածիր այդ մասին որդիս։ Կտեսնես, որ այդպես բոլորիս համար էլ լավ կլինի։ Ոչ, քույրիկս։ Լազարոն ապուշի մեկն է, կատարյալ ապուշ։
Իսկ Վալեսիլոսն էլ ասես ուխտի ականջում քնած լինի։ Ոչ, նրանք ոչինչ չեն կարողան անել, բայց ես կարող եմ։ Ինչ ես պատրաստվում անել։ Կտեսնես։ Հեյ, աղջիկ, ինչ է պատահել Գրեգորիա։ Ամեն ինչ լավ է։ Լավ է, սիրելիս։ Լսիր, կարող ես այն հեռախոսի համարը տալ, որով կնքամայրս զանգել է։ Տուր ինձ նրա համարը։ Բանն այն է, որ ուզում ենք նրան ասել, որ շատ ենք սիրում իրեն։ Ու բոլորի հետ կբանակցենք իրեն գտնելու համար։ Այո, այստեղ է համարը Աուրելիոյի գրատախտակի վրա։ Թուղթ վերցրու հիմա կասեմ։ Ստացվեց, այս համարը գրեմ ընկերուհիս։ Որդիս, ես գիտեմ, որ ոչ ոք քեզնից ավել շահագրգռված չէ բանականին բռնելու համար, բայց եթե ուզում ես փրկել Դեմետրիային, պետք է հրաժարվես այդ հետաքննությունից։ Այո, որդիս, հարկավոր է հանգիստ ընդունել այդ փաստը Աուրելիո։ Ու դու քեզ վատ մի զգա, ոչ, բնավ, որովհետև ես գիտեմ, որ եթե հիմա այս խնդրեմը չլիներ, դու կբռնեիր վանականին։ Ներեցեք ինձ։ Աուրելիո, Կոնստանսայի հեռախոսի վրա ուրիշ հաղորդագրություն է եկել։ Շարի վերջը կգամ։ Հեռախոսով չես կարող զանգել։ Ու եթե հեռակ չհեռանաս, Դեմետրիան կպայթի։ Կպայթի։ Անիծյալ, հարկավոր է այդ մարդը սպանին իմաստալ, որ դու հրաժարվում ես այս գործից, որդիս։ Հեռախոսով չես կարող զանգել։ Շարի վերջը եկել է։ Դեմետրիան կպայթի։ Կպայթի, ինչ է սա նշանակում, ինչ է սա։ Ապա մտածիր։ Դեմետրիան ցիստերնի մեջ է։ Այո։ Որովհետև նա ասաց, որ ընդամենը լույս է տեսնում։ Այո, այո։ Եվ վանականը երևի ուզում է այրել նրան, այսինքն դա նավթի ցիստերնի մասին է։ Խոսքը նավթի ցիստերնի մասին է։ Մենք չենք կարող իրեն զանգել, որովհետև հեռախոսը նա կպայթի։ Ճիշտ է, իհարկե։ Ես հասկացա։ Նա ցիստերնի մեջ է։ Աստված իմ չի կարող պատահել Տեր Աստված։ Ոչ, որդիս, ոչ։ Ալա Մակո, Մակո ոչ, ուշադրիր ինձ լսիր Մակո։ Լսիր, ոչ ոք չի կարող Դեմետրիայի բջջայինին զանգել, որովհետև կարծում եմ նա նավթի ցիստերնում է կամ նման մի տեղ։ Ու եթե ինչ-որ մեկը զանգի նրան, այդ տատանումից այնտեղ հավաքած գազերը կտաքանան ու ցիստերնը կպայթի։ Հասկանում ես, կպայթի։ Դա իհարկե Աուրելիո։ Փաստորեն թե հեռախոսը զանգի Դեմետրիան այն աշխարհ կգնա։ Դա պարզից էլ պարզ է, լսիր։ Լսիր կարդամ, նա պարզ գրել է, չարի վերջը կգա։ Դու չես կարող այդ համարով զանգել, այլապես Դեմետրիան կպայթի։ Կպայթի։ Պարզ է լրիվ հասկացա։ Ոչ ոք հեռախոսով նրան չի զանգի, այլապես նա կպայթի։ Այդ դեպքում Դեմետրիային պիտի ավելի պոչով հանենք։ Հանգստացիր։ Ոչ, միայն ոչ դա։ Իսկ ես այդ համարը Կատալինային տվեցի, որպեսզի նա զանգի Դեմետրիային ու ասի, թե որքան է նրան սիրում։ Հիմա Դեմետրիան իմ մեղքով կմեռնի։ Ոչ, արի այստեղ, ոչ։ Ոչինչ չի լինի։ Լսեք, Վալեսիլոսին կանչեք։ Կատալինան չի կարող ձեր տալ հեռախոսին։ Արագացրեք, հանգստացիր գոյիտը, հանգիստ։ Ոչ։ Ավել լավ է սպասիր։ Լավ, արի շտապենք, ես շատ եմ նյարդենանում, ավել լավ այնպես անենք, որ նա չի ուզվի։ Ոչ, դեռ մի զանգիր, լավ։ Ոչ, վերջ դուր, բավական է նյարդայնանաս, մենք կզանգենք ու հենց հիմա կնքամայրը պետք է իմանա, որ մենք իրեն ենք սպասում ու ողջ եւ առողջ կգտնենք իրեն, պարզ է։ Y que la queremos encontrar sana y salva. ¿Sí va? Աստված իմ։ Թող մեկն ու մեկը զանգի միայն թե շուտ։ Ես ուզում եմ այս հասցեն ասել նրանց։ Այլևս չեմ կարողանում դիմակայել։ Ես չեմ կարողանում։ Ոչինչ էլ չի պատահի, պետք է արագացնեմ։ Սանիկս է Կատալինան։ Ախ, կնքամայր
լավ ես։ Աղջիկս լսիր, չեմ կարող երկար խոսել։ Խնդրում եմ, փորձիր լսել այն, ինչ կասեմ։ Վանականն ուզում է այրել ինձ։ Ես նավթի ցիստերնի մեջ եմ։ Նա ուզում է ինձ հետ էլ այն նույն բանն անել, ինչ որ Հելենայի հետ է տեղի ունեցել։ Բայց դու որտեղ ես, ասա ինձ, որտեղ ես։ Վալենսիա փողոցի ատաղծագործարանի մոտ։ Շուտ արի, աղջիկս։ Մենք Չարլի հրեշտակներից ավելի հաջողակ ենք, հասցեն իմացանք քույրիկս։ Ցածտիր հեռախոսը մի զանգի Դեմետրային, դա վանականին լարած հերթական ծուղակն է։ Ինչ էլ ժամանակին եկար ուշ է, մենք արդեն զանգել ենք։ Դեմետրյան նավթահորի մեջ է։ Այո, մենք դա գիտենք, նա հենց նոր մեզ ասաց։ Բայց չգիտեք, որ չի կարելի նման վայրերում զանգեր ընդունել, որովհետև դա կարող է տատանումներ առաջացնել ու պայթյունի տեղիք տալ։ Ինչ։ Դե իհարկե։ Դրա համար է այդ անիծյալը կնքամորս հեռախոս տվել քույրիկս, որովհետև գիտեր, որ մենք կզանգենք նրան, հո ձեռքներս ծալած չէինք նստելու։ Գրողը տանի։ Նա ուզում է, որ մենք ինքներս սպանենք մեր կնքամորը, այդ անիծյալն իսկական դահիճ է, միթե նրա մեջ մարդկային ոչինչ չկա։ Գրողը տանի քույրիկս։ Եթե մի քիչ երկար խոսեի, կնքամայրս կարող էր մահանալ։ Se vuelve cada vez chama. Ախ, Աստված իմ։ Եթե վանականը ձեզնից որևէ մեկն է, ուրեմն կարող եք հետ վերադարձնել Դեմետրիային, որովհետև Աուրելիոն հրաժարվել է հետաքննությունից։ Այսինքն, Այո, Աուրելիոն ընդունել է վանականի պայմանը, նա հրաժարվել է այդ հետաքննությունից, որովհետև ուզում է, որ Դեմետրիան ողջ եւ առողջ տուն վերադառնա։ բայց ահնար է, Աուրելիոն չի կարող հենց այնպես հեռանալ։ Ով կարող է համոզված լինել, որ վանականը իր խոսքի տերը կլինի։ Ով կարող է համոզված լինել, որ Աուրելիոն չի շարունակի այդ գործը։ Իմ կարծիքով դա հիմարություն է։ Սպասեք, մեկ րոպե ինձ լսեք, այդ Աուրելիոն տխմարի մեկն է, նա իր խելքով ոչինչ էլ չի բացահայտի, ոչ մեկին էլ չի գտնի, ոչ մի վանական էլ չի բռնի, նա անպիտանի մեկն է, մի անհանգստացեք դրա համար։ Համաձայն եմ, Աուրելիոն երբեք չի իմանա, թե ով է վանականը։ Ոչ, այդտեղը Վալենսիայում է, հասկանում ես, մենք պետք է այնտեղ գնանք, թե չէ որտեղից իմանանք Դեմետրիան ողջ թե ոչ, որովհետև Կատալինան նրան է զանգել, չէ որ Դեմետրիան կարող էր մեռնել։ Իհարկե գիտեմ, լսիր, մի բան եմ նկատել, վանականը ուզում է Դեմետրիային այրելով սպանել, որովհետև Հելենային հետ էլ է նույն բանը տեղի ունեցել, հասկանում ես, շատ լավ, ես հիմա այնտեղ եմ գնում։ Ոչ, Աուրելիո, ինչի մասին եք խոսում, այդ ուր ես գնում, միտը չհրաժարվեցիր այդ գործից։ Հայրիկ Դեմետրիան կմեռնի։ Աստված իմ ինչ անենք տոնի։ Մնում է, որ սպասենք Յոլանդա, պիտի սպասենք, պիտի հավատանք վանականին, այդպես ենք պայմանավորվել, մենք պետք է վստահենք։ Ցավում եմ հայրիկ, ինչից ուզում ես ես կհրաժարվեմ, բայց նա պետք է գնամ փրկելու Դեմետրիային։ Ներեցեք։ Աուրելիո, ինչ էլ համարն է։ Որդիս։ Լսիր, փայտիկ չես ուզում քայլելու համար, ասես կրկեսի վագր լինես, դու նյարդայնացնում ես ինձ այս ու այն կողմանելով։ Վերջ այս խաղին։ Ես գնում եմ կնքամորս գտնելու, որովհետև ես երբեք հույսս տղամարդկանց վրա չեմ դրել։ Նրանք բանի պետք չեն, լսում ես։ Բայց գնալու համար նախ պիտի ինձ այս հատակին մեխես, որովհետև քո համառության պատճառով դու արդեն իսկ քիչ մնաց սպանեիր կնքամորը, դրա համար ավելի լավ է սպասենք։ Մենք երևի չհասկացանք իրար։ Նորից եմ ասում, ես կգնամ կնքամորը փնտրելու, որովհետև չեմ կարող շարունակել այստեղ մնալ ու եղունգներս կրծել։ Ոչ մի դեպքում։ Ինչ է, ինձ չես ճանաչում։ Epa, mira. ¿Qué le pasa? Տես թե Կլաուդիայի բերանն ինչ է եղել։ Լսիր, զգույշ կլինես, խենթուկ, լսեցիր ինձ։ Աստված իմ, զգույշ եղիր, այնպես չանես, որ վանականը մեկի փոխարեն երկուսին սպանի։ Դուք այստեղ աղջկա մոտ մնացեք, մեկն էլ բավական է, որ այս ամենին մասնակցի։ Իսկ Աուրելիոն խոսել է պարոն Տոնիի հետ, որտեղից իմացաք նա հրաժարվել է այդ գործից։ Հիմա կտեսնենք։ Աուրելիո, սերի մի համառիր, աղաչում եմ քեզ, մի համառիր, ազատիր քեզ այդ պատմությունից, եթե քո համառության պատճառով կնքամորս հետ մի բան պատահի, չգիտեմ կկարողանամ արդյոք ներել քեզ։
Yo creo que sí, porque Ուրախ եմ, որ բոլորդ այստեղ եք, որովհետև դες կարևոր բան ունեմ ասելու։ Տեսնենք ինչ է ասելու, երևի ինչպես միշտ ճառելու է։ Այստեղ ինչ է կատարվում։ Վանականն ասել է, որ կսպանի Դեմետրիային, եթե ես չհրաժարվեմ այս գործի հետաքննությունից։ Ինչ։ Իսկ ես չեմ հրաժարվի։ Ինչպես թե, ինչպես։ Ես չեմ հրաժարվի։ Եթե վանականը Դեմետրիային ողջ եւ առողջ ինձ չվերադարձնի, ես այս գործից չեմ հրաժարվի։ Բայց Ես շատ լավ գիտեմ, որ վանականը ձեզանից մեկն է։ Ուստի այդ հետևյալը կասեմ, լսեք։ Երդվում եմ։ Ամենասուր բանով եմ երդվում։ Եթե դուք Դեմետրիային ողջ եւ առողջ ինձ վերադարձնեք, ես ընդմիշտ կհեռանամ այս տնից։ Երդվում եմ ձեզ, իրոք երդվում եմ, որ այլևս ոչ ոք ինձ չի տեսնի։ Բայց ես պետք է իմ սեփական աչքերով տեսնեմ Դեմետրիային։ Որտեղ է այդ ուղտը, ինձ են հասցեն է հարկավոր։ Մագո, ես չեմ ուզում քեզ համար ուրիշ խնդրեմ ստեղծել, բայց Գրեգորյան գնացել է, շատ բարկացած էր նա։ Այդպես չի լինի։ Ախր մինչև երբ նախնդիրները այդ կերպ լուծելու։ Լսի լավություն արենց Գոնսալես, գնա ու նրան փնտրիր, այստեղ բեր նրան։ Ընկերս, ինձ այդ ուղտն է պետք, հասցեն գտիր, ախր որտեղ է գրողը տանի։ Ահա, գտային։ Վերջապես այո, սա է։ Դեմետրիային ոչ ոք չի կարող զանգել, լսեցիր, անգամ հաղորդագրություն էլ չի կարելի ուղարկել։ Եղավ լավ։ Որովհետև այդ հեռախոսը զանգի, ցիստերնը կփայտի, հասկանում ես։ Հանգստացիր Յոլանդա, հանգստացիր։ Ներեցեք, արի ներսարի։ Ես ներողություն եմ խնդրում։ Գիտեմ, որ մենք շատ անհարմար ժամանակ եկանք, բայց ասեմ, որ ձեզ համար լավ նորություն ունեմ։ Այդպես չէ, Վիոլետա։ Բանն այն է, որ ես հղի եմ Սանտիագոից։ Աստված, իմ ինչպիսի երջանկություն, ես նորից ծոր եմ ունենալու, փառք քեզ Տեր Աստված, նորից կտեսնեմ, թե ընտանիքս ինչպես է բազմանում։ Աստված օրհնի ձեզ։ Ամեն։ Դուք պետք է անչափ երջանիկ լինեք։ Շնորհակալ ենք։ Շնորհավորում եմ աղջիկս։ Շնորհակալ եմ տիկին Յոլանդա։ Շնորհավորում եմ թորնիկս, Շնորհակալ եմ, պապիկ։ աղջիկս, ես քեզանից էլ եմ շնորհակալ, որ երջանկություն պարգևեցիր թորնիկիս ու նաև խեղճ ծերուկիս ուրախացրեցիր։ Հիմա մենք նորից միասին կլինենք եւ նոր կյանք կսկսենք։ Հուսով եմ տղաս, հուսով եմ։ Ես ձեզ կօգնեմ։ Հուսով եմ նաև, որ դու այլևս մանրամասներ չես փնտրի նրա անցյալից ու չես անհանգստացնի նրան, ճիշտ եմ։ Ոչ, ես սիրում եմ այս կնոջը, անկախ ամեն ինչից, եւ ոչինչը ոչ ոք չի կարող մեզ բաժանել։ Ուրախ եմ լսել դա թորնիկս, շատ ուրախ եմ։ Ես խոստանում եմ քեզ Վիոլետա, որ դու նոր ու անհոգ կյանքով կապրես, ինչպես որ պետք է լիներ։ Աուրելիան ոչ հիմա, ոչ էլ երբեք պատասխանատու չի լինի վանականի արած բարբարոսությունների համար։ Նա անում է այն, ինչ ցանկացած խելացի մարդ կաներ։ Բայց Ակվիլես, որ մի խելացի մարդը կթողներ, որ Դեմետրիան ողջ այրվեր, դու լրիվ խելքը թրծրել ես Ակվիլես։ Եթե Աուրելիան հեռանա, միևնույն է, վանականը չի դադար իր գործն անել։ Բնական է, որ այդպես ես ասում, որովհետև մեռնողը դու չես Ակվիլես։ Աուրելիան չի կարող վանականին շանտաժի ենթարկել։ Դեմետրիան վերջինը չի լինի։ Շատ հնարավոր է, որ մյուս զոհը դու լինես Բրոմելիա, կամ հենց դու Ագրիպինա։ Աստված իմ։ Գիտե չեք տեսնում, որ նա փորձում է փրկել մեր կյանքը։ Ներեցեք ինձ, դուք չգիտեք, թե Վիոլետան ինչի համար է այստեղ եկել։ Ինչ։ Քեզ ինչ եղավ սրիկա։ Ինչու մտքովդ հանկարծ այդ անառակն անցավ։ Մենք ուրիշ բանի մասին էինք խոսում գրողը տանի։ Դու շատ հիմար ու անզգամարդ ես։ Ենթադրում եմ, որ դուք նույնպես այստեղ կգաք ու մեզ հետ կապրեք, չէ։ Իհարկե։ Ոչ, չեմ կարծում, թե այդպես լավ կլինի տիկին Յոլանդա։ Մենք ուզում ենք ավելի խաղաղ անկյուն ունենալ։ Մեզ մի փոքրիկ բնակարանն էլ հարմար կլինի, ճիշտ չէ։ Ոչ, դուք պետք է այստեղ ապրեք։ Ոչ, պապիկ։ Ես չեմ ուզում քեզ նեղացնել, բայց մենք ուզում ենք ինքներս դասավորել մեր սեփական կյանքը, այլ ոչ թե քեզանից կախված լինել։ Իմացա։ Ինչու Հելենայի տուն չեք գնում, միևնույնն է, այն դատարկ է ու դուք կարող եք այնտեղ ապրել։
Ոչ, Յոլանդա, ոչ։ Ես համաձայն չեմ։ Այդ տանը շատ տարօրինակ բաներ կան, իսկ աղջիկը պիտի երեխա ունենա։ Մի անհանգստացեք մեզ համար, մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Ինձ լսեք ու այս տուն եկեք։ Ոչ, պապիկ, ոչ։ Այդ մեկը մենք չենք կարող ընդունել։ Սերիմ։ Մի բան էլ պիտի գիտակցենք։ Ես նոր եմ սկսել ոսկեչական խանութի իմ աշխատանքը ու մենք պիտի նոր կյանք սկսենք։ Բայց ես բավական միջոցներ չունեմ նոր բնակարան գնելու համար։ Ուրեմն ասում եմ ձեզ, այստեղ եկեք։ Ոչ, պապիկ, ես քո առաջարկը չեմ կարող ընդունել։ Կարծում եմ ամենալավ տարբերակը այն կլինի, որ մենք Հելեն տատիկի տուն գնանք, բայց միայն եթե դու ինձ վարձով տաս։ Ես չէի սխալվում քո հարցում, տղաս։ Դու հրաշալի անձնավորություն ես։ Ստելավ։ Այդպես էլ կանենք։ Շնորհակալ եմ, պապիկ, մի անհանգստացիր։ Ես այնտեղ մարդ կուղարկեմ, ու մինչև այդուն տեղափոխվել այն սուրբ ջրով կօրհնեն։ Պատկերացնում ես, սիրելիս, մեր առաջին բնակարանը։ Կնքամայր։ Կնքամայր, որտեղ ես։ Ինչ որ բան պարզել ես։ Լսիր, տղա, նույն բան էլ ես եմ քեզ հարցնում, ինչ է եղել։ Ենթադրում եմ, որ ընկերդ ընդունել է այդ մարդու պայմանը, չէ։ Նա այլևս չի զբաղվելու այդ հետաքննությամբ, այնպես չէ։ Դե ընկերոջս ճանաչելով կարող եմ ասել, որ կատակում եմ։ Շատ լավ է, հրաշալի է, կեցցես։ Այդ դեպքում կնքամայրս պետք է հատուցի քո համառ ու կոպիտ ընկերոջ բոլոր սխալների համար։ Շատ լավ է։ Ոչ, հանգստացիր, հարկավոր է սպասել ու տեսնել, սպասիր։ Ալո։ Աուրելիո, բան է եղել։ Հե, երիտասարդ, դե ասա, ինչ է պատահել։ Վերջապես խոսիր, դե մի բան ասա, ինչ է եղել, խոսիր։ Ոչինչ։ Վանականն ուրիշ հաղորդագրություն է ուղարկել։ Պատրաստվեք, նա կմեռնի, որովհետև Աուրելիոն չցանկացավ համաձայնվել։ Լսիր, ինչ եմ ասում, երիտասարդ։ Երդվում եմ բոլոր սրբերով, որ եթե կնքամայրս մահանա, ուրեմն միայն նրա պատճառով, որ ընկերդ չի ցանկացել նրա պայմանն ընդունել, ուրեմն վստահ եղիր, որ նա իր ձեռքերով կփորի իր գերեզմանը, որովհետև ես նրան կգտնեմ ու կնքամորս կողքին կթաղեմ, եղավ։ Tú me entiendes, suéltame ahí. Ով կա այդտեղ։ Դու ես, Կատալինա։ Կատալինա, օգնիր ինձ։ Օգնիր ինձ։ Այս խելագարն ուզում է սպանել ինձ։ Ես այստեղ եմ, ցիստերնի մեջ։ Օգնություն։ Օգնեցեք ինձ։ Ես ցիստերնի մեջ եմ, օգնեցեք։ Անիմասիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունը թորիմված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթայված բանտից փախչել եմ